Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալը հասավ իր ամենաողբերգական և անդառնալի կետին։ Իրադարձությունները, որոնք ծավալվում են այս սերիայում, արմատապես փոխում են բոլոր հերոսների կյանքն ու ստիպում բախվել ամենադաժան իրականությանը։ Եկեք միասին վերլուծենք այս էմոցիոնալ և ցնցող զարգացումները։ Սերիան սկսվում է սրտաճմլիկ տեսարանով։ Էդոն հայտնում է Արշակին այն բոթը, որից բոլորը վախենում էին։ Թամար տատը մահացել է։ Մագդան անմիջապես զգում է, որ ինչ-որ անդառնալի բան է կատարվել, բայց ամենաողբերգականը փոքրիկ Ալինայի արձագանքն է, ով աստիճաններով իջնելիս պատահաբար լսում է այս դաժան լուրը։ Ալինայի լացն ու խոսքերը պարզապես քար են կոտրում։ Նա խոստովանում է, որ մորը գրեթե չի հիշում և իր ողջ կյանքում տատիկն է իր համար եղել մայր։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան խորն են այս ընտանիքի վերքերը։ Բարեբախտաբար Արշակն ու Արևիկը կանգնած են նրա կողքին, փորձելով գոնե մի փոքր ջերմություն տալ որբացած երեխային։ Այս ահռելի վշտի ֆոնին ունենք միակ դրական և սպասված լուրը։ Նորոն վերջապես ազատության մեջ է։ Շնորհիվ Էդոյի և Արշակի ջանքերի հայտնաբերվել է իրական մարդասպանի հետքը։ Մագդան անմիջապես շտապում է Նորոյի մոտ, նրան մխիթարելու և կողքին լինելու այս ծանր պահին։ Սակայն մինչ իսկական ընկերներն ու սիրելիները համախմբվում են, Էդոն միամտաբար ճակատագրական սխալ է թույլ տալիս։ Մտածելով Էլիզի մասին, նա զանգահարում է Հասմիկին և խնդրում աջակցել ընկերուհուն։ Էդոն դեռ չի գիտակցում, որ Հասմիկը նման է անգղի, ով սնվում է ուրիշների վշտով ու թուլությամբ։ Հասմիկին հենց դա էր պետք։ Օգտագործելով այս ողբերգությունը, նա անմիջապես վազում է Էլիզի տուն, իր նոր և վտանգավոր ինտրիգներն անարգել շարունակելու համար։ Տատիկի հուղարկավորությունից անցնում է 2 օր և ահա այստեղ մենք բախվում ենք սերիալային հերթական աբսուրդին։ Նորոն տատիկի հեռախոսին զանգ է ստանում քննիչից։ Պարզվում է 2 օր առաջ Թամար տատը զանգահարել է ոստիկանություն և կծկտուր անհասկանալի բաներ է խոսել, ու ոստիկանությունը որոշել է հետաքրքրվել քաղաքացու ահազանգով։ Ամբողջ 2 օր անց։ Սա իհարկե ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Բայց հենց այս ուշացած զանգն է դառնում այն բանալին, որը բացում է Նորոյի աչքերը։ Ոստիկանի զանգից անմիջապես հետո դուռը թակում է բնակարանի նոր սեփականատերը։ Նա հայտնում է, որ իր տված 2-օրյա վերջնաժամկետն ավարտվել է։ Այս պահին փազլը հավաքվում է Նորոյի գլխում։ Նա հասկանում է ողջ սարսափելի ճշմարտությունը։ Տատիկի մահվան և վատանալու միակ մեղավորը Բաբկենն է։ Տատիկի սիրտը պարզապես չդիմացավ այն փաստին, որ սեփական որդին ծախել է իրենց տունը, իսկ ոստիկանություն արված այդ վերջին զանգը նրա հուսահատ ճիչն էր որդուն կանգնեցնելու համար։ Այժմ Նորոն կանգնած է կատարյալ փլատակների վրա, առանց տատիկի, առանց տանիքի։ Իսկ գլխավոր մեղավորը՝ լպրծուն Բաբկենը, հասկանալով իր արածի ահռելիությունը, պարզապես ընդհատակ է անցել։ Սիրելի հետևորդներ, իրադարձությունները ստացել են անդառնալի ընթացք, և ես ուզում եմ լսել ձեր կարծիքը 2 շատ կարևոր հարցի շուրջ։ Առաջինը՝ իմանալով, որ հայրը ոչ միայն թողել է իրենց անտուն, այլև փաստացի դարձել է տատիկի մահվան պատճառը, ինչպես կվարվի Նորոն։ Արդյոք կդիմի ոստիկանություն, թե կսկսի անձամբ փնտրել նրան, ինքնադատաստան տեսնելու նպատակով։ Եվ երկրորդ, ինչ եք կարծում, Հասմիկը տեսնելով Էլիզի ծանր ու խոցելի վիճակը, կփորձի նորից լարել նրան Մագդայի և Նորոյի դեմ, թե այս անգամ թիրախն այլ կլինի։ Անպայման գրեք ձեր մտքերը մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար։